Բարև Վաչապապիկ, մենք Բաղանիսի միջնակարգ դպրոցի աշակերտներն ենք։ Վիզուալ Հայաստան աշխարհից կրթական հով կատարում ենք նախագիծ, մեր նախագծի նպատակն է ուսումնասիրել մեր բնությունը։ Թույլ կտաք ձեզ մի քանի հարց ուղղել եւ տեսաձայնագրել։ Ինժեներ հասկանալի բաներ դարձել եւ սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Բաղանիսի անտառների ձեր երիտասարդության տարիներին Մեր սովետականության ժամանակաշրջանում մեր անտառները լավ պահպանված վիճակում էր ու ժողովուրդը բոլորը օգտվում էին այդ բարիքներից, անտառի մրգերից։ Հետո անասունները շատ մեծ թվաքանակով պահում։ Այս անտառը մեր պատերից պատմելով մեր ժողովրդին պահել պահպանել է։ Իր գեղատեսիլ վայրերով, իր սաղնորագաղթյուրներով ու ամեն բարիքներով։ Բայց 90-ական թվերին էներգետիկայի պատճառով մեծ վնասներ հասցվեց անտառներին։ Բայց հարցը ասում արագի մեջ վերականգնվեց անտառների զարգացումը ու հիմա էլ լավ վիճակում է։ Ինչ փոփոխություններ եք նկատել անտառային աղբյուրների ջրերի փոփոխություններում։ Առաջ առատ են ջրը շատ, կամաց բնության կլիմայական փոփոխությունների պատճառով ահավոր վիճակ չէ, բայց առաջվա պես էլ չի։ Մեր սառնորագաղթյուրները այս բնության գրկում գնում ես լավ իսկական տուրիստական վայրեր կարելի է ստեղծել, ժողովուրդը ծանոթում մեր բնությանը, մեր լավ անտառներին։ Կան բույսեր, ծառատեսակներ, կենդանիներ կամ թռչուններ, որոնք շատ էին հանդիպում Բաղանիսի անտառներում, բայց հիմա քչացել են կամ անհետացել։ Եղել են շատ կենդանիներ ու առայժմ էլ դեռ կան, արջուր, գայլեր, նապաստակ, աղվես, որսոր գնկեր ունեի, նա զարմանալի պատմություններ պատմեց, նույնիսկ ասաց, որ հագրել են հանդիպել, բոլորովս ծիծաղեցինք, մեր երիտասարդները ծիծաղեցինք այդ լավ որսոր մարդու ասած բանի համար, հետո ինքը բացատրեց, որ տղաներն դա հիմնական բնակիչ չի եղել։ Մեղրիից գետը կտրելիս անցնելիս էլի Իրանի կողմից, Մազանդարանի նահանգի կողմից ժամանակավոր մինչև Տավուշյանես լեռներ գալիս էլի ժամանակավոր։ Ինչ երկու ամիս բան հենց մնալիս էլ հետո նորից վերադառնալիս էլ, որպես ինձ շատ շոքերին ինքը չէր դիմանամ իր պատմելով, իր ասելով գալիս էր Տավուշյանես լեռները։ Իսկ ծառատեսակներից երկու ամեն ծառատեսակներ ունենք, կաղնենի, հաճարենի, առաջ շատ եղել է հեղի ծառատեսակը, որը հիմա գրեթե վերացվել է։ Բայց այդ իմ նշած այդ ծառերը առայժմ կան, լավ վիճակում են ու լավ էլ անտառներ ունեն, նայեք, ինչ անտառներ կան։ Ժողովուրդը լավ էլ օգտվում է անտառներից։ Այս վերջի մի 5 տարին, 10 տարին պետությունը գազաֆիկացրել է մեր գյուղը, մեր փոքրիկ այս հեռավոր սահմանամերձ գյուղը գազաֆիկացրել է, ժողովրդի 80%-ը, 90%-ը օգտվում է գազից, այդ իսկ պատճառով մեր անտառները կպահպանվի մինչև վերջ։ Բաղանիսի անտառներում ինչ դեղաբույսեր կան։ Դեղաբույսերից մասուր, կուրց, դաղցա, տարբեր տեսակի բույսեր։ Լավ շնորհակալություն։ Ինչ խորհուրդ կտաք Բաղանիսի դպրոցի աշակերտներին անտառները պահպանելու համար։ Բալիկներ ջան, որպես Բաղանիսի լավ սովորող աշակերտներ, ձեզ բոլորիդ կպատգամեմ, որպեսզի բնությունը աչքի լույսի պես պահեք, պահպանեք, որ բնությունն էլ ձեզ նայի։
որպես առողջության միջոց։